Ողջույն բոլորիս սիրելի եղբայրներ, բոլորիս շնորհավորում եմ Սուրբ Ծննդյա կապակցությամբ, Փառք Աստծուն, բոլորիս շնորհավորում եմ նոր տարվա կապակցությամբ, շնորհակալ ենք Աստծուց, այս նոր տարի էլ հնարավորություն ունեցանք մեկտեղ հավաքվելու, Սուրբ Ծննդյան ժողովը տոնելու, այս մեծ իրադարձության համար հիշելու, պատմվելու, թե երգերով, թե խոսքով, ամենքից Տերը օրհնի, որպեսզի կարողանանք ուշադրություն դարձնենք, հիշենք, այս ուրախությանը մասնակից լինենք բոլորս, ավելին մեզ համար հասկանալի, ճանաչելի լինի, ավելի բացվի այս տոնի մեծության արժեքը, որ մեր Տեր Հիսուսը ծնվեց, եկավ աշխարհ, փառք նրան։ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց մեզ եւ ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, ամեն։ Այս կապակցությամբ երգեր կերգենք այս թեմայի հետ կապված, Տերը բոլորիս օրհնի, միասին երգենք, միասին փառավորենք, պաշտենք մեր Տիրոջը։ Առաջին երգը կերգենք մեծ ավետիկ, 30 համարի երգն է, ովքեր երգանով հետևում են։ Այնպես ամբողջ աշխարհը սիրեց, որ մեր փրկության համար իր որդուն տվեց, Սուրբ Հոգու զորությամբ նա Մարիամից ծնվեց, ի նշան նրա երկնքում աստղ փայլեց, Աստված այնպես ամբողջ աշխարհը սիրեց, որ մեր փրկության համար իր որդուն տվեց, Սուրբ Հոգու զորությամբ նա Մարիամից ծնվեց, ի նշան նրա երկնքում աստղ փայլեց, մեծ ավետիկ համայն աշխարհի, փրկիչ ծնվեց բոլոր ազգերի, ով ընդունի նա կփրկվի, Աստծո շնորհքով հավետ կապրի, մեծ ավետիկ համայն աշխարհի, փրկիչ ծնվեց բոլոր ազգերի, ով ընդունի կփրկվի, Աստծո շնորհքով հավետ կապրի։ Հիսուսը մեզ նման մարմնում ապրեց, և իր ամբողջ կյանքում նա մեղք չգործեց, նա որպես Աստծո սուրգար մեզ համար զոհվեց, ու աստվածային գտակ նա մարդկանց թողեց, Հիսուսը մեզ նման մարմնում ապրեց, և իր ամբողջ կյանքում նա մեղք չգործեց, նա որպես Աստծո սուրգար մեզ համար զոհվեց, ու աստվածային գտակ նա մարդկանց թողեց, ավետիկ համայն աշխարհի, փրկիչ ծնվեց բոլոր ազգերի, ով ընդունի նա կփրկվի, Աստծո շնորհքով հավետ կապրի, մեծ ավետիկ համայն աշխարհի, փրկիչ ծնվեց բոլոր ազգերի, ով ընդունի նա կփրկվի, Աստծո շնորհքով հավետ կապրի։
աշխարհի Փրկիչ ծնվեց բոլոր ազգերի Ով ընդունի նա կփրկվի Աստծո շնորհքով հավետ կապրի Աստված բոլորիդ օրհնի այժմ կներկայացնենք 72 համարի երգը ասմունքով եւ դրանից հետո նույնը կերգենք Մարգարեներն ասացին Փրկչի Գալստյան մասին որ շուտով աշխարհ կգա որ փրկի մարդկանց Հիսուս պիտի կոչվի նա Քրիստոս պիտի կոչվի նա ու կտանի նա մարդկանց մահից դեպի կյանք Ուրախացեք դուք ով մարդիկ Հիսուսն է աշխարհ եկել Ուրախացեք դուք ով մարդիկ մեզ համար փրկիչ է ծնվել Լուսնկա մի գիշեր էր երբ ծնվեց լուսո որդին երկնքում աստղ փայլեց լույս փայլատակեց Հայտնվեց հրեշտակը մի քանի հովիվների Ավետիս եմ բերում ձեզ Հիսուսն է ծնվել Աստված մեզ այնպես սիրեց որ իր որդին ուղարկեց որ ազատի մեզ մեղքից ու փրկի մահից Դե հիմա եկեք մարդիկ ցնծացեք Աստծո որդիկ Փառաբանենք մեր Աստծուն Փրկիչ է ծնվել Ուրախացեք դուք ով մարդիկ Հիսուսն է աշխարհ եկել Ուրախացեք դուք ով մարդիկ մեզ համար փրկիչ է ծնվել Մարգարեներն ասացին Փրկչի Գալստյան մասին որ շուտով աշխարհ կգա որ փրկի մարդկանց Հիսուս պիտի կոչվի նա Քրիստոս պիտի կոչվի նա ու կտանի նա մարդկանց մահից դեպի կյանք Ուրախացեք դուք ով մարդիկ Հիսուսն է աշխարհ եկել Ուրախացեք դուք ով մարդիկ մեզ համար փրկիչ է ծնվել Ուրախացեք դուք ով մարդիկ Հիսուսն է աշխարհ եկել Ուրախացեք դուք ով մարդիկ մեզ համար փրկիչ է ծնվել Լուսնկա մի գիշեր երբ ծնվեց լուսո որդին երկնքում աստղ փայլեց լույս փայլատակեց հայտնվեց հրեշտակը մի քանի հովիվների ավետիս եմ բերում ձեզ Հիսուսն է ծնվել ուրախացեք դուք ով մարդիկ Հիսուսն է աշխարհ եկել Ուրախացեք դուք ով մարդիկ մեզ համար փրկիչ է ծնվել Ուրախացեք դուք ով մարդիկ Հիսուսն է աշխարհ եկել Ուրախացեք դուք ով մարդիկ մեզ համար փրկիչ է ծնվել
Աստված մեզ այնպես սիրեց, որ իր որդին ուղարկեց, որ ազատի մեզ մեղքից ու փրկի մահից, դե հիմա եկեք մարդիկ, ցնծացեք Աստծո որդիկ, հարաբանենք մեր Աստծուն, Հիսուսն է ծնվել, փրկիչն է ծնվել, ուրախացեք դուք ով մարդիկ, Հիսուսն է աշխարհ եկել, ուրախացեք դուք ով մարդիկ, մեզ համար փրկիչ է ծնվել, ուրախացեք դուք ով մարդիկ, Հիսուսն է աշխարհ եկել, ուրախացեք դուք ով մարդիկ, մեզ համար փրկիչ է ծնվել, ուրախացեք դուք ով մարդիկ, Հիսուսն է աշխարհ եկել, ուրախացեք դուք ով մարդիկ, մեզ համար փրկիչ է ծնվել, ուրախացեք դուք ով մարդիկ, Հիսուսն է աշխարհ եկել, ուրախացեք դուք ով մարդիկ, մեզ համար փրկիչ է ծնվել։ Եվս մի ասմուն կներկայացնենք ձեր ուշադրությանը, որով կպատմի մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին։ Ահա մեզի մանուկ ծնվեց զավակ Դավթի, մեզ մի որդի տրվեցավ, ուրախություն երկրի, իր հոր աթոռի վրա փառքով պիտի նստի, պիտի ելնի ու բարձրանա, լինի շատ անվանի, պիտի կոչվի խորհրդակից, հայր հավիտենական, հզոր իշխան և Տեր երկնից, խաղաղության իշխան, իր տերությունն է հաստատում անհուն և անվախճան, իշխանությանը մեծնալուն պիտ չլինի սահման։ Արքայությունը Քրիստոսի, ով Տեր, շուտով թող գա, և ցնծությամբ թող երգվի ամեն տեղ, Օվսաննա։ Ամեն։ Հաջորդ երգը կերկենք 118 համարի երգը։ Սկզբում էր կյանքի խոսքը։
Հաջորդ երգը կերքեն քրդերեն լեզվով 39 համարի երգը Հիսուսը ծնվեց այս աշխարհում ولدي لسر دنياي شوان جوله لورا سرهو جاش وشاي هفجر الالبو جاش وشاي هفجر الالبو فازي وان جوان ويسابلينا بإيمان تمام إيمان بستينا فازي وان جوان وإن صبرنا
بستینه لروی ازمانا سترگه کفشبو نسل خیزه که برومه تمام بود زانه این روحلاته حد نمزگینیه زانه این روحلاته حد نمزگینیه خازی وان جوان و ایسا ببینه و ایمان تمام ایمان بستینه خازی وان جوان و ایسا ببینه و ایمان تمام ایمان بستینه ولدي ولاد قدسي بچوك ومازن هبهاتنا برسي خادم يكا كاسن ويسسي خادم يكا كاسن ويسسي خازي وان جوان ويسا ببينا وإيمان تمام إيمان بستينا خازی وان جوان که ایسا ببینه و ایمان تمام ایمان بستینه ایسا ولدی نوام آره سلاو دا عرده سلاو دا باره ملیاکت همو تبهات نخاره ملیاکت همو تبهات نخاره خازی وان جوان و ایسا ببینه و ایمان تمام ایمان بستینه خازی وان جوان و ایسا ببینه و ایمان تمام ایمان بستینه و ایمان تمام ایمان بستینه Աստված օրհնի բոլորի շնորհ ջան։ Շնորհակալ ենք մեր Արարիչ Աստծուց, որ այս փառավոր շատ կարևոր տոնը մեզ տվեց։ Մենք այսօր տոնական ժողով ենք անում, միասին հավաքվել ենք, որպեսզի նշենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի, մեր Փրկչի, մեր Աստծո ծնունդը, նրա աշխարհ գալը, որ մեծ էր, կարևոր էր, շատ կարևոր էր եւ Աստված հատուկ նպատակով նրան ուղարկեց։ Փառք Աստծուն։ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեցավ մեզ, ձեզ, մեծ ավետից, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Փառք Քրիստոսի։ Մենք այս օրը նշում ենք որպես Սուրբ ծնունդ։ Մենք գիտենք Սուրբ բառը Սուրբ գրքում ներկայացնում է մի առնվազն երկու իմաստով մաքուր, անարատ, չէ, ամբից, վիճակով, նաև Սուրբ բառը օգտագործում է հատուկ, որպես հատուկ, առանձնացված, տարբերվող, մնացածներից ջոկված։ Եվ իրոք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստծո որդու աշխարհ գալը, նրա որպես մարդ ծնվելը, դա Սուրբ ծնունդ է, այսինքն աշխարհ եկած մարդկանց ծնունդներից առանձնապես հատուկ ձևով տարբերվող դա ծնունդ է իրոք։ Սա մի ծնունդ է, որի համար բազմաթիվ Աստծո մարդիկ խոսեցին։ Աստծո գլխավոր նպատակը ծրագրի, ասենց ասած, մասին խոսեցին Աստծո բոլոր մարդիկ, Աստծո բոլոր մարգարեները։ Աստված մարդկության հետ խոսեց այս թեմայով, որ պիտի փրկիչ ուղարկի, որ պիտի մարդկությանը ազատի իրենց մեղքի պատժից եւ հնարավորություն շնորհի մարդիկ ազատվելով մեղքից, մահի իշխանությունից Աստծո թագավորության մեջ հավիտյան կարողանան ապրեն։ Շնորհակալ ենք Աստծուց, փառք Աստծուն սրա համար, այո, սա հատուկ եզակի մի ծնունդ է, դրա համար կոչվում է Սուրբ ծնունդ, առանձնացված ամեն ծնունդներից։ Բոլոր մարդկանց ծնունդով ուրախություն է գալիս, բոլոր մարդիկ հավաքվում են, տոնում են, ուրախանում են, չէ՞, գիտեք։
նպատակներ են կապում դեռևս ասած ծնվածի հետ կապված նոր, բայց Քրիստոսի ավետիսը, որ տրվեց ծնունդի, երբ որ հովիվները հավաքված են եւ հրեշտակների բանակը երևցավ եւ նրանց ավետիք տրվեց, որ այսօր Դավթի քաղաքում Փրկիչը ծնվեց, Քրիստոսը ծնվեց, որ է Քրիստոս Տերը։ Եվ այս ուրախությունը ոչ միայն ձեզ ենք ավետում, այլ այս ուրախությունը բոլոր ժողովրդին է կրնի։ Այսինքն սա մի ծնունդ է, որի ուրախությունը, որի ծնվելու հետ կապված ուրախանում են ողջ մարդկությունը, ովքեր իհարկե գիտակցում ու հասկանում են, ովքեր կարիքը տեսնում են դրա։ Աստված մեզ օրհնի, որպեսզի մենք էլ այո սրտանց ցնցանք, փառավորենք Աստծուն իր որդու աշխարհ ուղարկելու համար։ Եվ զարմանալի այո բան կատարվեց, որպեսզի մարդկության հետ խոսի Աստված եւ մարդկության համար փրկություն իրականացնի, ինքը Աստված ինքը հանձնառավ այդ գործը։ Մինչև Աստված միջնորդված էր խոսում իր մարդկանցով, մարգարեներով, իր մարդկանցով ուղարկում էր եւ խոսում էր եւ մարդկանց հետ իր ծրագիրն է իրականացում, բայց որոշեց Աստված ինքը անձամբ գալ աշխարհ, Աստծո Երամիասյան անձերից մեկը Հիսուս Քրիստոսը, որդի Աստվածը, մարդ հանա, ծնվի մեր նման, մարդ լինի, մարդկության մեջ գտնվի, նրանց հետ շփվի, նրանց հետ հաղորդակցվի, նրանց հետ խոսի այնինչ որ Աստծո նպատակն էր եւ իրականացնի մարդկության փրկությունը։ Սա հրաշք է, Աստված, ասենք ասած աներևույթը, հզորը, անսահմանը եկավ ծնվեց որպես մարդ եւ մարդիկ տեսան Աստծուն, տեսան Քրիստոսին, իդեմս Քրիստոսին եւ Աստված իրականացրեց Քրիստոսով մեր փրկությունը։ Փառք Աստծուն սրա համար։ Իհարկե շատ ավելի խորը բաներ կան, որ կարելի է խոսել, բազմապատիկ, բազմատեսակ իմաստություն կա սրա մեջ, բազմատեսակ Աստծո։ Ես կուզեմ հիշեցնեմ հիմա Սուրբ գրքից մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան պատմությունը։ Նախ կարդամ Ղուկաս ավետարանից առաջի գլուխ 5-ից 80 խոսքերը։ Հրեաստանի թագավոր Հերովդեսի օրերումը մի քահանա կար, անունը Զաքարիա, Աբիայի դասակարգությունիցը եւ նրա կինը Ահարոնի աղջիկներիցը եւ նրա անունը Եղիսաբեթ։ Երկուսն էլ Աստծո առաջին արդար էին եւ Տիրոջ բոլոր պատվիրանքներումը եւ իրավունքներումը գնում էին անարատ։ Եվ նրանք զավակ չունեին, որովհետեւ Եղիսաբեթը ամուլ էր եւ երկուսն էլ իրենց օրերը անց էին կացրել։ Եվ եղավ, երբ որ նա քահանայություն էր անում իրեն հասած դասակարգության օրերումը Աստծո առաջին, քահանայության սովորության պես իրեն ընկավ, որ Տիրոջ տաճարը մտնե խնկարկություն անելու։ Եվ ժողովրդի բոլոր բազմությունը դուրսը աղոթք էին անում խնկարկության ժամանակին։ Եվ Տիրոջ հրեշտակը երևցավ նրան կանգնած խնկի սեղանի աջ կողմին։ Եվ Զաքարիան տեսնելով շփոթվեցավ եւ վախ ընկավ նրա վրա։ Եվ հրեշտակն ասեց նրան. «Մի վախենար, Զաքարիա, որովհետև քո աղոթքը լսվեցավ եւ քո կին Եղիսաբեթը մի որդի կծնի քեզ եւ նրա անունը Հովանես կդնես եւ քեզ ուրախություն եւ ցնծություն կլինի եւ շատերը նրա ծննդով կուրախանան որովհետև նա մեծ կլինի Տիրոջ առաջին եւ գինի եւ օղիչի խմի եւ դեռ իր մոր որովայնիցը Սուրբ Հոգովը կլցվի եւ Իսրայելի որդիներից շատերին կդարձնի դեպի իրենց Տեր Աստվածը եւ ինքը կգա նրա առաջիցը Եղիայի հոգովը եւ զորությունովը որ հայրերի սրտերը դեպի որդի կդարձնե եւ աննազանդները արդարների իմաստության մեջ, որ Տիրոջ համար բարեկարգ ժողովուրդ պատրաստե։ Եվ Զաքարիան ասաց հրեշտակին. Ես ինչով ճանաչեմ այդ, որովհետեւ ես ծեր եմ եւ իմ կինն էլ իր օրերը անցկացրել։ Եվ հրեշտակը պատասխանեց ու ասեց նրան. Ես Գաբրիելն եմ, որ Աստծո առաջին կանգնում եմ եւ ուղարկվեցա քեզ հետ խոսելու եւ այս բաները քեզ ավետիք տալու։ Եվ ահա համր կլինես եւ չես կարողանա խոսել մինչեւ այն օրը, որ այս բաները կլինեն, որովհետեւ չհավատացիր իմ այս խոսքերին, որ իր ժամանակին կկատարվին։ Եվ ժողովուրդը սպասում էր Զաքարիային եւ զարմանում էին նրա տաճարի մեջ ուշանալու համար։ Եվ երբ որ դուրս եկավ, չէր կարենում խոսել նրանց հետ։ Եվ իմացան, որ տաճարի մեջ տեսիլք է տեսել։ Եվ նա նշաններով էր խոսում նրանց հետ եւ մնում էր պապանձված։ Եվ եղավ, երբ որ նրա պաշտոնի օրերը կատարվեցան, գնաց իր տունը։ Եվ այն օրերից հետո նրա կին Եղիսաբեթը հղիացավ եւ 5 ամիս իր անձը ծածուկ պահում էր եւ ասում, թե այսպես արավ ինձ Տերը այս օրերումը, որ ինձ վրա նայեց, որ իմ նախատիկը մարդկանց միջիցը վեր առնե։ Եվ 6-րդ ամսումը
Գաբրիել հրեշտակը Աստվածանից ուղարկվեցավ Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր մի մարդի, որի անունը Հովսեփ էր, Դավթի տանիցը։ Եվ այս կույսի անունը Մարիամ էր, եւ հրեշտակը նրա մոտ գալով ասեց. «Ողջույն քեզ, ով շնորհանկալ, Տերը քեզ հետ, օրհնյալ ես դու կանանց մեջ»։ Եվ նա նրան տեսնելով շփոթվեցավ նրա խոսքի համար եւ իր մտքումը մտածում էր, թե ինչպիսի բան պիտի լինի այս ողջունը։ Եվ հրեշտակը ասեց նրան. «Մի վախենար, Մարիամ, որովհետև Աստվածանից շնորհ գտար, եւ ահա կհղիանաս եւ որդի կծնես եւ նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի եւ Բարձրյալի որդի կկոչվի, եւ Տեր Աստվածը նրա Դավիթ հոր աթոռը կտա նրան, եւ նա հավիտյան կթագավորե Հակոբի տան վրա, եւ նրա թագավորությանը վերջ չի լինի»։ Եվ Մարիամն ասեց հրեշտակին. «Սա ինչպես կլինի, ընդ որում ես այր չգիտեմ»։ Հրեշտակը պատասխանեց եւ ասեց նրան. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա եւ Բարձրյալի զորությունը քո վրա կհովանավորե, վասն որե այն ծնված Սուրբն էլ Աստծո որդի կկոչվի։ Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը նա էլ մի որդիով հղի է իր ծերությունումը, եւ սա այն ամուլ կոչվածի 6-րդ ամիսն է, որովհետև Աստծո առաջին ոչ մի բան անկարելի չէ»։ Մարիամն էլ ասաց. «Ահա Տիրոջ աղախինն եմ, թող քո խոսքի պես լինի ինձ», եւ հրեշտակը գնաց նրանից։ Մարիամը այն օրը վեր կացավ, շտապելով լեռնակողմը գնաց Հուդայի քաղաքը, եւ Զաքարիայի տունը մտավ եւ Եղիսաբեթին բարևեց։ Եվ եղավ, երբ որ Եղիսաբեթը Մարիամի բարևը լսեց, երեխան նրա որովայնումը խաղաց, եւ Եղիսաբեթը Սուրբ Հոգով լցվեցավ եւ մեծ ձայնով աղաղակեց ու ասեց. «Օրհնյալ ես դու կանանց մեջ, եւ օրհնյալ է քո որովայնի պտուղը, սա ինչ տեղից է ինձ, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ եկավ, որովհետև ահա երբ որ քո բարևի ձայնը իմ ականջներին հասավ, երեխան որովայնումս ուրախանալով խաղաց, եւ երանի նրան, որ հավատաց, թե այն բաները կկատարվին, որ Տերիցը իրեն ասված են»։ Եվ Մարիամն ասեց. «Թող իմ անձս փառավորե Տիրոջը, եւ իմ օնքին ուրախացավ իմ փրկիչ Աստծովը, որովհետև իր աղախնի խոնարհությանը մտիկ տվավ, որովհետև ահա այսուհետև բոլոր ազգերը կերանեն ինձ, որովհետև հզորը մեծամեծ բաներ արավ ինձ, եւ սուրբ է նրա անունը, եւ նրա ողորմությունը ազգից ազգ, եւ նրանից վախեցողների վրա զորություն արավ իր բազուկովը, ցրեց ամբարտավաններին իրենց սրտի մտածմունքովը, զորավորներին աթոռներից իջեցրեց եւ խոնարհներին բարձրացրեց, սովածներին բարիքներով լցրեց եւ հարուստներին դատարկ արձակեց, եւ Իսրայել ծառային օգնեց իր ողորմությունը հիշելով, ինչպես մեր հայրերի հետ խոսեց Աբրահամին եւ նրա զավակին մինչեւ Հավիտյան։ Եվ Մարիամը մնաց նրա մոտ 3 ամսի չափ, եւ հետո դարձավ իր տունը։ Եվ Եղիսաբեթի ծնելու ժամանակը լրացավ եւ որդի ծնեց, եւ նրա դրացիներն ու ազգականները լսեցին, թե Տերը իր ողորմությունը մեծ արավ նրա վրա եւ ուրախանում են նրա հետ։ Եվ եղավ 8-րդ օրումը եկան թլպատելու, եւ նրան իր հոր անունով Զաքարիա են կոչում։ Եվ նրա մայրը պատասխանեց եւ ասեց. «Ոչ, այլ Հովանես կոչվի»։ Եվ ասեցին նրան. «Ոչ ոք չկա քո ազգումը, որ այդ անունով կոչվի»։ Եվ նշաններով հարցնում էին նրա հորը, թե ինչ է կամենում, որ նա կոչվի։ Եվ նա տախտակ խնդրեց, գրեց եւ ասեց. «Դրա անունը Հովանես է»։ Եվ ամենքը զարմացան։ Եվ իսկույն նրա բերանը եւ լեզուն բացվեցավ եւ խոսում էր Աստծուն օրհնելով։ Եվ Հրեաստանի բոլոր լեռնակողմումը այս ամեն բաները պատմվում էին։ Եվ բոլոր լսողները իրենց սրտումն էին դնում ու ասում. «Այս երեխան ինչ պիտի լինի»։ Եվ Տիրոջ ձեռքը նրա հետ էր։ Եվ նրա հայր Զաքարիան Սուրբ Հոգովը լցվեցավ, մարգարեացավ եւ ասեց. «Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ այցելության եկավ, եւ փրկություն արավ իր ժողովրդի համար, եւ փրկության եղջյուր վեր կացրեց մեզ համար իր Դավթի ծառայի տանը, ինչպես որ խոսեց Հավիտենից իր սուրբ մարգարեների բերանովը, փրկություն մեր թշնամիներիցը եւ բոլոր մեզ ատողների ձեռիցը, որ մեր հայրերի վրա ողորմություն անե իր սուրբ ուխտը հիշե, եւ այն երթումը, որ մեր հայր Աբրամին երթվավ, որ մեզ տա, որ մեր թշնամիների ձեռից ազատված այն երկյուղ պաշտենք նրան իրեն սրբությունով եւ արդարությունով նրա առաջին մեր կյանքի բոլոր օրերումը, եւ դու երեխա Բարձրյալի մարգարե կկոչվես, որովհետև կգնաս Տիրոջ երեսի առաջիցը նրա ճանապարհները պատրաստելու, որ նրա ժողովրդին տաս փրկության գիտություն իրենց մեղքերի թողության մեջ, մեր Աստծո գթած ողորմության համար, որով ծագող արեգակը վերևից այցելեց մեզ, որ լույս տա խավարում եւ մահի ստվերում նստողներին, որ մեր ոտները դեպի խաղաղության ճանապարհը ուղղե։
Եվ երեխան աճում էր եւ զորանում էր հոգով եւ անապատումն էր մինչեւ այն օրը, որ նա երևցավ Իսրայելին։ Մատթեոս 1:18-25 խոսք։ Եվ Հիսուս Քրիստոսի ծնունդը այսպես էր։ Այսինքն նրա մայրը Մարիամը նշանված լինելով Հովսեփին դեռ մինչև նրանց իրար մոտ գալը Սուրբ Հոգուիցը հղիացած գտնվեցավ։ Եվ նրա մարդը Հովսեփը արդար լինելով եւ նրան խայտարակել չուզելով խորեց ծածուկ արձակել նրան։ Եվ մինչդեռ նա մտածում էր այս, ահա Տիրոջ հրեշտակը երազում երևցավ նրան եւ ասաց. Հովսեփ, Դավթի որդի, մի վախենար քեզ մոտ առնել քո կին Մարիամին, որովհետև նրանում ծնվածը Սուրբ Հոգուիցն է։ Եվ նա որդի կծնի, եւ նրանը Հիսուս դնես, որովհետև նա իր ժողովրդին կփրկե իրենց մեղքերից։ Եվ այս ամենը եղավ, որ կատարվի Մարգարեի ձեռովը Տերից ասվածը, որ ասում է. Ահա կույսը կհեղիանա եւ որդի կծնի, եւ նրա անունը Էմանուել կկանչեն, որ թարգմանվում է Աստված մեզ հետ։ Եվ Հովսեփը քնից զարթնելով այնպես արավ, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայեց նրան, եւ առավ իր կնիկը իր մոտ, եւ չգիտեր նրան մինչեւ որ նա իր անդրանիկ որդին ծնեց, եւ նրա անունը կոչեց Հիսուս։ Ղուկաս 2:1-40։ Եվ այն օրերումը եղավ, որ հրաման դուրս եկավ Օգոստոս կայսրիցը, որ բոլոր աշխարհը գրվի։ Սա առաջին աշխարհագիրը եղավ Կյուրենի Սյուրիայի կուսակալության ժամանակումը։ Եվ ամենքը գնում էին գրվելու, ամեն մեկը իր քաղաքը։ Հովսեփն էր Գալիլեայիցը, Նազարեթ քաղաքիցը, գնաց Հրեաստան Դավթի քաղաք, որ Բեթլեհեմ է կոչվում, որովհետև նա Դավթի տանից է եւ ազգիցն էր, որ գրվի իր նշանած Մարիամի հետ, որ հղի էր։ Եվ եղավ, երբ որ նրանք այնտեղ էին, նրա ծնելու օրերը լրացան։ Եվ իր անդրանիկ որդին ծնեց եւ պատեց խանձարուրներով եւ մսուրի մեջ դրավ, որովհետև այն իջևանումը տեղ չկար նրանց համար։ Եվ այն տեղում հովիվներ կային դաշտում կացող, որ գիշեր իրենց հոտերը պահում էին։ Եվ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նրանց առաջին, եւ Տիրոջ փառքը նրանց շուրջը ծագեց։ Եվ մեծ վախով վախեցան, եւ հրեշտակն ասեց նրանց. Մի վախենաք, որովհետև ահա մեծ ուրախություն եմ ավետում ձեզ, որ բոլոր ժողովրդինը պիտի լինի, թե այսօր ձեզ փրկիչ ծնվեցավ Դավթի քաղաքումը, որ է Քրիստոս Տերը, եւ այս լինի ձեզ նշան. մի երեխա կգտնեք խանձարուրներով պատված եւ մսուրի մեջ դրած։ Եվ հանկարծակի հրեշտակի հետ եղավ երկնավոր զորքի մի բազմություն, որ Աստծուն օրհնում էին ու ասում. Փառք Աստծուն բարձունքումը եւ երկրի վրա խաղաղություն եւ մարդկանց մեջ հաճություն։ Եվ եղավ, երբ որ հրեշտակները նրանցից վերացան երկինք, այն հովիվ մարդիկ իրար ասացին. Եկեք գնանք մինչև Բեթլեհեմ եւ տեսնենք այս եղած բանը, որ Տերը ցույց տվավ մեզ։ Եվ շտապելով եկան եւ գտան Մարիամին եւ Հովսեփին եւ երեխային մսուրի մեջ դրած։ Եվ երբ որ տեսան, իմացրին այն բաները, որ երեխայի համար ասվեցավ նրանց։ Եվ բոլոր լսողները զարմացան այն բաների համար, որ հովիվները նրանց հետ խոսեցան։ Իսկ Մարիամը այս բոլոր բաները պահում էր եւ իր սրտում մտածում էր։ Եվ հովիվները ետ դառան, Աստծուն փառաբանում եւ օրհնում էին այն բոլոր բաների համար, որ լսեցին եւ տեսան, ինչպես որ նրանց ասվեցավ։ Եվ եղավ 8 օրը լրացավ, որ մանուկը թլպատվեր, նրա անունը Հիսուս կոչվեցավ։ Այն հրեշտակից է կոչված էր, նա դեռ արգանդումը չեղիացած։ Եվ երբ որ նրա մաքրվելու օրերը լրացան, Մովսեսի օրենքի պես նրան տարան Երուսաղեմ, որ Տիրոջ առաջին կանգնեցնեն։ Ինչպես Տիրոջ օրենքում գրված է, թե ամեն արու, որ արգանդ բանա, Տիրոջ սուրբը պիտի կոչվի, եւ որ Տիրոջ օրենքում Աստվածի պես պատարակ բերեն մի զույգ տատրակ կամ աղավնու 2 ձակ։ Եվ ահա Երուսաղեմում մարդ կար, որի անունը Սիմեոն էր, եւ այս մարդը արդար ու աստվածավախ էր եւ սպասում էր Իսրայելի մխիթարությանը, եւ Սուրբ Հոգի կար նրա վրա։ Եվ նրան պատգամ էր եղած Սուրբ Հոգիիցը, որ մահ չի տեսնի, մինչև որ Տիրոջ Քրիստոսին կտեսնե։ Եվ հոգիով եկավ տաճարը, եւ երբ որ ծնողքը Հիսուս երեխային բերին, որ օրենքի սովորության պես նրա վրա անեն, նա էլ առավ նրան, ընդունեց իր գիրկը եւ Աստծուն օրհնեց ու ասեց. Հիմա արձակում ես քո ծառային, ով Տեր, քո խոսքի պես խաղաղությունով, որովհետև իմ աշկերը տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր ամեն ժողովուրդների առաջին լույս հեթանոսներին լուսավորելու եւ փառք քո Իսրայելի ժողովրդի համար։ Եվ Հովսեփը եւ նրա մայրը զարմացած էին այն բաների վրա, որ նրա համար խոսվում էին։ Եվ Սիմեոնը օրհնեց նրան, եւ նրա մայր Մարիամն էլ ասեց. Ահա մանուկը կա Իսրայելի մեջ շատերի համար ընկնելու եւ կանգնելու եւ հակառակության նշան,
եւ իսկ քո անձովը սուր կանցնե, որ շատ սրտերից խորհուրդներ հայտնվին։ Եվ այնտեղ էր Աննա Մարգարեուին, Փանուելի աղջիկ Ասերի ցեղիցը, սա ինքը շատ օրեր էր անցրել եւ իր կուսության ժամանակիցը 7 տարի էր ապրել մարդու հետ եւ 84 տարվա չափ որբևայրի էր, որ տաճարիցը չէր հեռանում, ծոմերով եւ աղոթներով գիշեր ու ցերեկ ծառայում էր Աստծուն։ Սա էլ նույն ժամումը վեր կացավ, Տիրոջիցը գոհանում էր եւ խոսում էր նրա մասին այն ամենին, որ Երուսաղեմի մեջ փրկության սպասում էին։ Եվ երբ որ ամենը Տիրոջ օրենքի պես կատարեցին, ետ դառան Գալիլեա, իրենց Նազարեթ քաղաքը։ Երեխան աճում էր եւ զորանում հոգով, իմաստությունով լցված եւ Աստծո շնորհքը նրա վրա էր։ Մատթեոս 2:1-23։ Եվ երբ որ Հիսուսը ծնվեց, Հրեաստանի Բեթլեհեմը Հերովդես թագավորի օրերումը, արևելքից մոգեր եկան Երուսաղեմ եւ ասեցին. «Որտեղ է հրեաների ծնված թագավորը, որովհետեւ մենք տեսանք նրա աստղը արևելքում եւ եկանք նրան երկրպագելու»։ Եվ երբ որ Հերովդես թագավորը լսեց, շփոթվեցավ եւ բոլոր Երուսաղեմը նրա հետ։ Եվ նա բոլոր քահանապետերին եւ ժողովրդի տպիրներին ժողովելով նրանցից հարցրեց, թե որտեղ պիտի ծնվի Քրիստոսը։ Եվ նրանք ասեցին նրան. Հրեաստանի Բեթլեհեմումը, որովհետև այսպես է գրված Մարգարեի ձեռովը. «Եվ դու Բեթլեհեմ, Հուդայի երկիր, բնա փոքրագույնը չես Հուդայի իշխանների մեջ, որովհետև քեզանից իշխան պիտի դուրս գա, որ իմ Իսրայել ժողովրդին հովվե»։ Այն ժամանակ Հերովդեսը մոգերին թաքուկ կանչելով նրանցից ստուգեց այն երևող աստղի ժամանակը եւ նրանց Բեթլեհեմ ուղարկելով ասեց. «Գնացեք, ստույգ իմացեք այն երեխայի համար եւ երբ որ գտնեք, ինձ իմացրեք, որ ես էլ գամ երկրպագեմ նրան»։ Եվ նրանք երբ որ լսեցին թագավորին, գնացին։ Եվ այն աստղը, որ տեսան արևելքում, նրանց առաջից գնում էր, մինչև որ եկան կանգնեցին այն տեղի վրա, ուր էր երեխան։ Եվ երբ որ նրանք տեսան այն աստղը, մեծ ուրախությունով շատ ուրախացան շատ։ Եվ երբ որ տուն մտան, գտան երեխային իր մայր Մարիամի հետ եւ ընկնելով երկրպագեցին նրան եւ իրենց գանձերը բացին, ընծա տվին նրան ոսկի եւ կնդրուկ եւ զմուրս։ Եվ երազում հրաման առան ետ չդառնալ Հերովդեսի մոտ եւ ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։ Եվ երբ որ նրանք այստեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երևցավ երազում Հովսեփին ու ասաց. «Վեր կաց, վեր առ երեխային եւ նրա մորը եւ փախիր Եգիպտոս եւ մնա այնտեղ մինչեւ որ ես ասեմ քեզ, որովհետեւ Հերովդեսը որոնում է երեխային, որ կորցնե նրան»։ Եվ նա վեր կացավ, վեր առավ երեխային եւ նրա մորը գիշերով եւ տեղափոխվեցավ, գնաց Եգիպտոս եւ այնտեղ էր մինչեւ Հերովդեսի վախճանը, որ կատարվե Տերից ասված Մարգարեի ձեռովը, որ ասում է. «Եգիպտոսից կանչեցի իմ որդիին»։ Այն ժամանակ Հերովդեսը տեսնելով, թե խաբվեցավ մոգերից, շատ բարկացավ եւ ուղարկեց կոտորեց այն ամեն երեխաներին, որ Բեթլեհեմում եւ նրա 4 կողմերումն էին 2 տարեկաններին եւ նրանցից ցածրերին։ Այն ժամանակին նայելով, որ ստուգեց մոգերիցը։ Այն ժամանակ կատարվեցավ Երեմիա Մարգարեի ձեռով ասվածը, որ ասում է. «Ձայն լսվեցավ Ռամայի մեջ, ողբ եւ լաց եւ կոց։ Ռաքելը իր որդկանց վրա լաց էր լինում եւ չէր կարողանում մխիթարվել, որովհետեւ չկան»։ Եվ երբ որ Հերովդեսը մեռավ, ահա Տիրոջ հրեշտակը երազում երևցավ Հովսեփին Եգիպտոսումը եւ ասեց. «Վեր կաց, վեր առ երեխային եւ նրա մորը եւ գնա Իսրայելի երկիրը, որովհետեւ երեխայի կյանքը որոնողները մեռել են»։ Եվ նա վեր կացավ, վեր առավ երեխային եւ նրա մորը եւ եկավ Իսրայելի երկիրը։ Եվ լսելով, թե Արքեղայոսն է թագավորում Հրեաստանի վրա, իր հայր Հերովդեսի տեղը վախեցավ գնալ այնտեղ։ Եվ երազում պատգամ առնելով գնաց Գալիլեայի կողմերը եւ եկավ բնակվեց այն քաղաքումը, որ Նազարեթ է ասվում, որ կատարվի Մարգարեի ձեռով ասվածը, թե Նազովրեցի կկոչվի։ Ղուկաս 2:41-52 խոսք։ Եվ նա ծնողքը տարուց տարի Երուսաղեմ էին գնում Զատկի տոնին։ Եվ երբ որ նա 12 տարեկան եղավ, նրանք տոնի սովորության պես Երուսաղեմ գնացին։ Եվ երբ որ օրերը կատարելուց հետո ետ դառան, Հիսուս տղան Երուսաղեմում մնաց։ Եվ չիմացան Հովսեփը եւ նրա մայրը, եւ կարծելով, թե նա ճանապարհակիցների հետ կլինի, մի օրվա ճանապարհ եկան եւ նրան որոնում էին ազգականների եւ ծանոթների մեջ։ Եվ երբ որ նրան չգտան, ետ դառան Երուսաղեմ եւ որոնում էին նրան։ Եվ 3 օրից հետո եղավ, որ նրան տաճարի մեջ գտան, վարդապետների մեջ նստած, նրանց ականջ էր դնում եւ նրանցից հարցնում էր։ Եվ ամենքը, որ նրանից լսում էին, զարմանում էին նրա իմաստության
եւ պատասխանների վրա, եւ երբ որ նրան տեսան, շատ սքանչացան, եւ նրա մայրը ասեց նրան. «Որդյակ, ինչու համար մեզ այսպես արիր։ Ահա հայրդ եւ ես ցավերով որոնում ենք քեզ»։ Եվ նա նրանց ասեց. «Ինչու համար եք ինձ որոնում։ Դուք չգիտեք, թե պետք է որ ես իմ հոր տանը լինեմ»։ Եվ նրանք չհասկացան այն խոսքերը, որ նրանց հետ խոսեց։ Եվ նա նրանց հետ իջավ եւ գնաց Նազարեթ, եւ նրանց հնազանդ էր, եւ նրա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտումը։ Եվ Հիսուսը զարգանում էր իմաստությունով եւ հասակով եւ շնորհքով Աստծո եւ մարդկանց մոտ։ Աստված օրհնի բոլորիս, մենք լսեցինք ինչպես եղավ մեր Տեր Հիսուս Քրիստոսի իրոք ասենք ասած հրաշալի հրաշքով ծնունդը, հատուկ առանձնահատուկ։ Տերը օրհնի ձեզ բոլորիդ, որպեսզի Աստված իր որդուն, որ ուղարկել է ձեր սրտերի մեջ, ձեր կյանքի մեջ իր արժանի տեղը գտնի։ Աստված որոշել է մեզ օրհնի, բայց այդ օրհնությունը այսպես պիտի լինի։ Ամեն ով որ Քրիստոսին կընդունի, Աստծո համար ամեն օրհնությունների որոշած այդ բաժնի մեջ կհաստատվի։ Տերը օրհնի ձեզ։ Իհարկե նաև հիշեցնեմ, որ երբ որ ծնունդ են գնում, դատարկ ձեռով չեն կեթում։ Ես չգիտեմ, դուք նվեր բերել եք Տեր Հիսուս Քրիստոսին։ Ես խոսքը ասում եմ ձեր բերանի խոսքը, որպես նվեր պատարակը ասում։ Օրհնենք Տիրոջը, փառավորենք Տիրոջը, շնորհակալ լինենք Աստծուն, գոհանանք Աստծուց, այսի ձեր նվերը կլինի։ Նաև ձեր սիրտը որպես նազանդություն Աստծուն տալով։ Աղոթք անենք։ Աստված ձեզ պահապան։ Փառք Աստծուն այսօրվա օրհնության համար, որ Տերը ողորմություն է արել իր առջև կանգնենք։ Սա մեծ բարիք է։ Սովորական բան չի, նա որ ոմանք չգնահատենք, բայց ամեն մարդու չի հաջողում, որ բարձրալ Աստծո առջև կանգնի ու նրա սուրբ խոսքերն ու պատմությունները լսի։ Ուրեմն ես ուզում եմ 5 կտականից բերենք, իհարկե եղբայրը շատ բաներ երբ որ կարդաց, մեջբերումներ կար 5 կտականից, որ այսպես է գրված, այնպես է գրված եւ այդ գրվածները կատարվեցին։ Ուրեմն 43-րդ գլխից ուզում եմ կարդալ Եսայի մարգարեությունից, ինչ է գրված։ Աստված ասում է իր խոսքը մարգարեության մեջ ասում է դուք իմ վկաներն եք, ասում է Տերը, եւ իմ ծառան, որին ես ընտրել եմ, որպեսզի գիտենաք եւ հավատաք ինձ եւ հասկանաք, որ ես եմ, ինձանից առաջ մի Աստված չկազմվեց եւ ինձանից հետո էլ չի լինելու։ Ես եմ Եհովան եւ ինձանից ճոք փրկիչ չկա։ Ես իմացի ու փրկեցի եւ լուր տվի եւ մի օտարը ձեր մեջ չկա։ Եվ դուք իմ վկաներն եք, ասում է Տերը, որ ես եմ Աստված, նաեւ վաղուց ի վեր ես նույնն եմ։ Եվ չկա իմ ձեռքից փրկող, ես որ գործեմ ով է որ արգել է։ Ուրեմն այստեղ խոսվում է իհարկե նորից խոսքի մեջ կա արտահայտություն, ասում է ես եմ Եհովան եւ ինձանից ճոք փրկիչ չկա։ Եհովա եւ հոգնակի է գրած Եհովայ։ Բնագրի յն հայերեն որ արտասանում դա հոգնակի վերջավորություն է։ Սուրբ Գիրքի մեջ ասպիսի մի տեղ կա, որ ասում է տիրայք, այսինքն տերեր։ Այսինքն սա ցույց է տալիս, որ Աստված միանձնյալ չի։ Եհովայ նշանակում է տերեր, ասենք ուրիշ ձև ասենք, տիրայք կամ տերեր։ Եվ եբրայերենում կա նաև երկյակի, ասենք ասած թիվ։ Կա եզակի, երկյակի եւ հոգնակի։ Սա գրված չի եզակի, գրված չի երկյակի, գրված է հոգնակի, այսինքն մեկ եւ երկու անձից ավել է Աստված, այսինքն գիտեք արդեն երամիասնություն է Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Եվ հետաքրքիր է Եհովա ինչ են թարգմանվում, նշանակում է Տեր։
Եվ անգամ Եհովա տարադարձումն է հայերենում, որ դարձնեն Եհովա, Յահվե է, անգամ Սամոսներից մեկում ասում են նրա անունը Յահե, Յահվե, ոչ թե Եհովա, ավելի Յահվե, ուղղակի թարգմանիչները չեն զգացել այդ ժամանակ, որտեղ եբրայերենում ձայնավոր հնչյունի տառ չկա, նրանք չունեն տառ, որը ձայնավորի համար լինի, օրինակ ասենք հայերենում կա ձայնավորի համար շրիֆտ, չէ, ասենք տառ, և նաև բաղաձայնի համար, ան ձայնավորի համար է բն բաղաձայնի, բայց եբրայերենում չկա ձայնավորի համար հնչյունի տառ, դրա համար բոլորը բաղաձայն է գրված, բոլոր, ամբողջ գիրքը բաղաձայներով է գրված, ուղղակի ինչ-որ ձևերով, նշաններով ցույց են տալիս, թե այդ բաղաձայնից հետո ինչ պիտի կարդացվի, օրինակ ինչպես որ ստորակետը, չէ, կամ ասեն վերջակետը, հարցականը, դրանք նշաններ են, որոնք պետք է դրվի, որ մարդ իմանա ինչ տոնով պետք է կարդա։ Նմանապես եբրայերենում ձայնավորի համար նշաններ են դրված, ոչ թե տառեր, կետ է, կամ երկու կետ է, կամ մի փոքր գծիկ է, կամ կետ և գծիկ, կա, ասենք, ատա ահանչյուն, եբրայերենում կա երկար ահանչյուն, ա կա ա, և նմանապես բոլոր հնչյունները նշաններով են որոշվում, և զարմանալի գիտեք ինչ է, որ բնագիրը, ասենք Մովսեսն է գրել սկզբից, գուցե Մովսեսը առաջ են մեկը մի փոքր հատված կամ քանի թերթ գրած լինի, Մովսեսը ընդգրկել է իր գրքի մեջ, մարդիկ ամեն օր օգտագործել են այդ գիրքը, մագաղաթ է եղել, օրինակ է եղել այդ գրքի օրինակը, որ քանապետն է օգտագործել, այդ գրքի օրինակներից մեկ մարդիկ արտագրել են, որ համարում է բնագիր, շատ ուշադիր, ես եղել եմ այդ տեղում, այդ ասենց ասած քանդված ինստիտուտում, նկարներն էլ ունեմ, Ռուսաստանում այդ եկեղեցին խնդրեց, ես այդ նկարները չտվի, որտեղ որ ինքս եղել եմ և նկարել եմ։ Ուրեմն սենյակներ են շատ, առաջին հատվածում մի հոգի նստել է այդ հին ասած, ասենք մաշված մագաղաթը դրել է իր առջև և արտագրում է, որտև ժամանակ տպարան չկար, պետք է ձեռքով արտագրեին և փոխանցեին, ասենք, թագավորին, հանապետին կամ ուրիշ մեկին, ումը որ Աստված ասել էր ամեն օր պետք է կարդա, թագավորը ամեն օր պետք է կարդար, հանապետը ամեն օր պետք է կարդար, նաև դպիրները ամեն օր պետք է կարդային, ամեն շաբաթ ժողովարներում պետք է կարդային ժողովրդի համար և շատ օրինակներ էր պետք, որպեսզի ժողովրդին կարդան, որտեղ տարբեր գյուղերում, տարբեր քաղաքներում ժողովարան կար, ժողովուրդը հավաքվում էր, նրանք չեն կարող գնալ քանապետի ձեռքից գիրքը վերցնեն, բերեն տան այդ դպիրին, որ կամ ժողովարանապետին, որ կարդար ժողովրդի համար։ Ամեն տեղ կար, ամեն քաղաքներում ժողովարաններ կան և այդ օրիգինալ գրքից նորից օրիգինալ արտագրությամբ կար մագաղաթ։ Հայտնության մեջ ասում է, չէ, տեսա մի գիրք, աթոռի վրա նստողի ձեռքին, ներսից և դրսից գրված։ Այսինքն ներսից սենց չէր, որ ներսն ամենա գրված, բացում եք, կարդում եք։ Ներսից և դրսից գրված, անգամ ասում է, փաթաթած գիրք, այսինքն մագաղաթ էր, համ ներսն էր գրած, համ երեսից էր գրած, երկու կողմից գրած էր, փաթաթում էր ներսից և դրսից էր։ Եվ ինչ էին անում արտագրողները, դնում էին, մեկը արտագրում էր,
օրիգինալը դրած արտագրում էր ձեռքով պետք է այնպես արտագրեր, որ մի տար անգամ բաց չթողեր, մի ստորակետ անգամ բաց չթողեր, մի քանի հոգի էլ իր հետևում կանգնած հսկում էին, իր գրածին էին նայում, օրիգինալին էին նայում, տեսնի հո ինքը բաց թողում չի անում։ Եվ երբ որ նա վերջացնում էր, այդ սենակից այդ արտագրվածը փոխանցում էր մյուս սենյակ, ուրիշ սենյակ։ Նորից ինչ-որ մեկը կարդում էր, ոմանք մի էլի արտագրած բաներն են համեմատում են, կարդում են, տեսնեն իրենց կարդացածը համընկնում է իրենց ձեռքի օրիգինալի հետ եւ մնացածն էլ նորից իր գլխի վերևից հսկում էին, տեսնեն ինքը ուղղակի կարդում է, գուցե ստորակետ չկա, ինքը ստորակետ ձևով կարդա, ճիշտ կարդա, բայց չլինի, նրանք պետք է նկատեին, այդ կա, թե չէ, որ ասեն գրի։ Ու տենց մի սենակից ասում է, մյուս սենակ, մի 10 պրոցես անցնում էր, որպեսզի ամենքը օրիգինալ էին, ամեն մի գիրք իրանց հերթին, որտեղ մաշվում էին, նորից էին արտագրվում, և այստեղ ասում է, որ արտագրում էին, ինչի համար սա բերեցի, այդ տեղերում անգամ Հովհաննես Մկրտչի ժամանակով Հովհաննես Մկրտիչը այդ ինստիտուտում աշխատել է, որովհետև ինստիտուտ եմ ասում, բայց փառավոր շենք չի, անգամ գետնափոր սենյակներ էին, որ հեռվից չերևա այդտեղ կառույց կա։ Այստեղ որ ասում է, ինչ են խորում այդ արտագրողները, հրյաներ են եղել, ասեն սա սուրբ գիրք է, եկեք մի բան անենք, որ հեթանոսները իրենց կեղտոտ բերանով, որտեղ հայոյում են, անիծում են, ես ինչ են անում, նույն բերնով Աստծո անունը չկարդան, Յահվե։ Վերցնում են այն նշանները, ասենք բնագիրը կա մոտս, օրինակներից մեկը ինձ մոտ է։ Եվ ինչ է կատարվում, եկեք այս հնչյունների, ձայնավոր հնչյունների արտահայտող նշանները ջնջենք, չգրենք, որ հեթանոսները իրենց կեղտոտ բերանով Սուրբ անունը Տիրոջ չկարդան։ Եվ վերցնում են, միայն բաղաձայներն են գրում, ԵՀՎՀ։ Դասա կարդաց, ինչ կարդաց, Իհովա կարաս կարդաց, Յահավե կարդաց, Եհովա կարող ես կարդել, ինչ ուզես ձայնավոր տեղադրել կարդա։ Մարդիկ են մոտավորապես նմանացել են Եհովա, ու սկսեն թարգմանության մեջ Եհովա գրել, բայց հետաքրքիր է այնտեղ գրած են Յահ են մեր Աստծո անունը, Յահվե է ուրիշ տեղ ասում է, ասենք չեն շուտ կռահե, որ հեսա գրած է էլի Սամոսներում, կարելի է հենց այդ անուն բոլոր տեղ գրել, բայց հիմա արդեն այդպես է գրվում։ Եվ ասենք ասում է չէ, Հիսուսը որ խաշվում է, ասում է էլի լամա սաբակթանի, չէ, մարդիկ ասում են Եղիային է կանչում, հələ թողեք տեսնենք Եղիան կգա, որովհետև էլը կարճ Աստծո անունն է, ոնց է Աստվածատուր, օրինակ, Ասատուր, հայկական անուններ կան, որ Աստված անունն են պարունակում, կարճ, բայց ուշադրություն դարձեք, հայերենում է լն դարձը ղ, բայց բնագրում լ է, Էլիաս, Էլիզաբետ, Էլիազար, Տիրոջ անունը որպես Տեր Էլոհիմ, ասենք որ Աստծո անունը մեջը պարունակում։ Մարդիկ իրենց երեխեքի անունը որ դնում են, ինչ-որ տեղ Աստված բառը կիսատ
ներգրավում են այդ անունի մեջ։ Ու անուններից հասկանում եմ, որ այն մարդը Եհովա չի Տիրոջ անունը, այլ Յահվե է, որ ուշադիր նայում են։ Նոր սկսում են ճիշտ գրել, ուշացած, բայց մեր համար տարբերություն չկա։ Օրինակ միտեղ Հիսուսը վերցած է հայերեն հունարենը, որտեղ նոր կտականի հունարենը բնագիրը հունարեն է, հունարենից են վերցրել, տառադարձումը դարձել է Հիսուս։ Ռուսները իրենց հնչյունաբանության համեմատ չեն ասում Հիսուս, որտեղ հետ չունեն, ասում են Իսուս։ Ուրիշ ազգերը ասում են Իսա։ Ամեն ազգ իր հնչյունաբանության համեմատ Հիսուսին մի անուն է դրել։ Դրա համար ասում եմ, եթե Եհովա է գրած, կարևոր չի, տառադարձումը սա է։ Համենայն դեպս հետաքրքիր բան է ասում։ Դուք իմ վկաներն եք, այսինքն երբ որ իմ պատմությունը լինի, դուք պետք է վկայեք իմ մասին։ Վկայեք, դառնաք իմ մասին պատմող, ոչ թե քարոզող, ոչ թե վարդապետություն անող, ուսուցում տվող, այլ ընդամենը պատմություն ասեք։ Ոնց է դպրոցում երեխաներին պատմություն սովորեցնում, ինչ գրած է երեխան, դա պատմենք, չի մեկնում։ Վկայության գործը տրված է բոլորիս, որ մենք պատմենք Հիսուսի մասին։ Բայց Տերը ինչ ասում, դուք իմ վկաներն եք, ասում է Տերը, դուք իմ վկաներն եք, ասում դուք ինձ վկա ով է, սուտ վկաների նման չի, որ ասում են, հանգած լսում են, որ հրաշք է եղել, ասում են, չէ, հիմա էլ չի լինում, մարգարություն, հիմա չի լինում, դու տեսել ես աստովորել է գործը, խոսքը, ձայն, չէ, տես բանը չկա, համարում են չարից, բայց եթե դու ոչ մի բան չես տեսել, դու ինչ վկա ես, սուտ վկա, վկա նշանակում է մի բան տեսած, լսած, որ դրա մասին պետք է խոսի, դատարանում կանչում են մեկին, ասում են, վկա կա այս մարդը, որ օրինակ եմ ասում, ինչ-որ բան արե, ես, ոնց արեց, ասում եմ, չեմ տեսել, ընդ չեմ եղել, բայց չես եկես թե վկա կանգնե, հիմա դրանցն է, չենք տեսել, չենք լսել, ոչ մարգարություն, ոչ տեսիլք, ոչ երազ, ամեն ինչ համարում են չարից, բայց ինչի վկան ես դու, մենք առօրյայում, երբ որ գալիս է Տիրոջ մասին կարծում ենք Տերը վկայություն է տալիս իր մասին մեր մեջ, իր խոսքը և գումարած այդ կյանքը, որ մենք ապրում ենք, ասում եմ այսօր, որ երեկ եմ խոսում, մեկի հետ, ոմանց հետ ավել ճիշտ, ասում որ այսօր մենք նստենք գիրք գրենք, ինչ է կատարվում, ճիշտ սուրբ գրքի նման է դառնալու։ Այդ փարիսեցի նման մարդիկ կան, դպիների նման մարդիկ կան, հավատացյալ մարդիկ կան, ճշտամիներ կան, Պողոսին ու Հիսուսին ու մյուսներին, զրպարտողներ կան, կարող են գրել և տեսնես, որ պատմության միջի մարդի պատմությունը ժամանակներ անցել է, բայց մարդիկ չեն փոխվել, նույն չարագործիչներն կամ էլ նույն խոնարհները, որ հավատացել են Աստծուն, սրբվել են, նույն պատմությունը կրկնվում է ամեն մարդու կյանքում։ Սրա պատմությունը անցավ, նա սկսավ, նայած էլ ոնց ինչպես ինչ-որ մեկ իր կյանքը կսկսի անկեղծությունով, թե կսկսի կեղծավորությունով։ Կամ մենք տեսնենք մարդիկ կամ նենք են, նենք մարդը չի կարող ապաշխարի։ Նախ մենք պետք է հոժարվենք, որ Աստված մեզ մաքրի նենգությունից, ինչ է նշանակում նենգություն, ասում է, եթե մեկը իր մեջ չար է մտածում, նա նենգամիտ կկոչվի։ Մարդիկ կան, տեսնում ես, անգամ հավատացյալ են կոչվում, բայց նենգությունից չեն ազատվել։ Էն որ քեզ ջանել են ասում, դրա տակն են մի խորամանկություն կա։ Եվ ասում ես քեզ սիրում եմ, այդ սիրո խոսքի մեջ նենգություն կա։ Մաքուր չի ասում, դա մաքուր սեր չի, մաքուր խոսք չի։ Ինչ որ ասում են, դրա տակ նենգություն կա։
Մեկի մասի որ պատմում են, իբր պատմություն են պատմում, բայց մեջ չեն ես բան են ուզում պատմեն, որ այդ իր պատմածից դու ատես ինչ-որ մեկին։ Սա նենգություն է, պատմություն պատմել չի, բայց Աստծո վկաները սուրբ պետք է լինեն, մաքուր պետք է լինեն։ Դրա համար այստեղ ինչ է ասում։ Ասում է ես եմ Եհովան, ինձանից շուտ փրկիչ չկա 11-րդ խոսքում։ Ասում է ես իմացի եւ փրկեցի եւ լուր տվի եւ մի օտարը չկա ձեր մեջ, դուք իմ վկաներն եք, ասում է Տերը, որ ես եմ Աստված, նաեւ վաղուց ի վեր ես նույնն եմ։ Մենք տեսնում ենք կարդում ենք Տիրոջ մասին, պետք է ծնվի Մարիամից մի որդի եւ նա անունը Հիսուս պիտի դնես, որ թարգմանում է փրկիչ։ Մի օր հարց տվեցի, ասեցի Աստված սուտ խոսում է Եհովան, թե չէ, ասին չէ։ Այդ նման մարդիկ։ Ասի բա ինչպես է որ կամ պետք է ասեք Աստված սուտ խոսես, կամ էլ պետք է ասեք Հիսուսն Աստված է, ուրիշ երրորդ ասենց հնարավորություն չկա որ դու այդ ոնց որոշումն անես, ուրիշ բան ասելու չունես դու կամ էս կամ են, երկու քարի արանք ենք։ Ասում Եհովան ասես, չէ, ես եմ, ինձանից շուտ փրկիչ չկա։ 44-ում ասում է, եւ ես իմ անունը, իմ կոչումը ոչ մեկի չեմ տա։ Իսկ ինչպես եղավ, որ Մարիամից ծնված տղային Աստված ասեց, անունը դրեք փրկիչ։ Հիմա պետք է ընդունենք կամ Եհովան սուտ խոսեց, կամ պետք է ընդունենք Եհովան ինքն էր մարմնով եկավ։ Դե չեն կարող ասել Եհովան սուտ խոսեց։ Չեն էլ ուզում ասել Եհովան մարմնով եկավ, բայց փաստը փաստ է։ Աստված ասեց, այս որդու անունը կդնեք փրկիչ, իմ անունը կդնեք փրկիչ։ Եթե Աստված չի Հիսուսը, Եհովան ո՞նց սուտ խոսեց։ Ոմանք եղել են անկեղծ, ասել են ընդունում եմ Հիսուսին որպես Աստված։ Անգամ աղոթք է արել ինձ հետ Հիսուսին։ Բայց ոմանք էլ չոր կողի կոտոշ կանգնում են, թե ինչ շահեր ունեն, որ կփոխվեն, շահը կկորցնեն, Հիսուսին ընդունելուց, դրա համար իրանք շահը ավելի մեծ են համարում, քան հավիտենական փրկությունը։ Տեսնում եք, որ Հիսուսը փրկիչ է։ Կամ ասում է ես նույնն եմ վաղուց ի վեր, չեմ փոխվում։ Հիսուսի մասին այդպես Եբրայեցիների 13-ում գրված է։ Երեք այսօր եւ հավիտյան Հիսուս Քրիստոսը նույնն է։ Նա չի փոխվում։ Նույնն է։ Եվ հետաքրքիր վկայություն կա հենց 5 կտակարանում նորից այստեղ կարդամ 48-րդ խոսքից, հենց Եսայի մարգարեությունից, ասում է ես եմ խոսել 48-ի 15-րդ խոսքից։ Ես եմ խոսել եւ նրան կանչել։ Ես նրան բերել եմ եւ նրա ճանապարհը պիտի հաջողվի։ Աստված ինչ-որ մեկի մասին է խոսում։ Ես եմ բերել եւ իհարկե լսեցիք պետք է հաջողվի։ Եվ հետո Տեր Հիսուս ինքն է խոսում, հենց տեսեք ինչ ասում, ինչպես ասեցի, թե հայրն է Եհովա, Եզակի, հոգնակի Եհովայի, կամ շատերը չեն զանազանել, բոլորը նույնն են գրել, բայց այստեղ մեկը խոսում է, համ իր մասին խոսեց, որ ինքը Եհովան է, փրկիչ է, համ էլ հայր Աստծո մասին ասում ինքն է Եհովա, ասիկեն Հայր Աստվածն էլ է Եհովա, Սուրբ Հոգին էլ է Եհովա, Հիսուս Քրիստոսն էլ է Եհովա։ Եհովա որտեղ նշանում է Տեր, Աստծո Սուրբ Եռամիասությունը Տեր է, ամեն ինչի Տեր է, այո։ Երկինք երկրի ամեն ինչի Տերն է։ Եվ ինչ է ասում Հիսուսը պատասխանելով հոր խոսքին, ասում է Տեր Եհովան է ինձ ուղարկել։ Եվ
Եվ նրա հոգին հետաքրքիր է Տեր Եհովան է ինձ ուղարկել եւ նրա հոգին Այսինքն ինչ քանի անց կա այստեղ 3 Հայրը Սուրբ Հոգին եւ ես Որը տեսեք այդ անձնավորությունը ասում է եւ ես ինձ ուղարկեն ասում է ինձ ուղարկեն եւ նրա հոգին այսպես է ասում Տերը չի ասում մի հրեշտակ մի մարդ այսպես ասում Տերը Սա այն անունն է Տեր, որ նշանակում է, իհարկե ռուսերենում չէ, երկու բառ կա Տեր, որ կոչվում է, կարող եք ասել հիշել 3 բառ ավելի էլ է, խազային, չէ, որ նշանակում ապրանքի Տեր, սորական մարդ, որ կարող է Տեր լինել, բայց Աստծո համար մի բառ է ասում, որ ուրիշը չի կարող իր վրա վերցնել։ Եբրայերենում այդպես է Տարբեր բառերն այս գրված բնագրում այսպես է ասում Տերը, այսինքն այն բառն է գրված, որ ուրիշ մեկ իր վրա չի կարող վերցնել, միայն Աստված։ Եվ ինչ է ասում, տեսեք ինչ է ասում։ Այսպես է ասում Տերը, քո փրկիչը, Իսրայելի Սուրբը, ես եմ քո Աստվածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում քո գնալու ճանապարհները։ Այս անձնավորությունը, որ ասեց ինձ ուղարկել է Եհովան եւ նրա հոգին, ես եմ քո Աստվածը, ուշացում դարձրեք։ Որպես Աստվածը ներկայանում եւ քո փրկիչը 43-ի 11 որ ասում է ինձանից ջոկ փրկիչ չկա։ Երանի թե ուշադրություն աներ իմ պատվիրանքներին, այն ժամանակ գետի պես կլիներ քո խաղաղությունը եւ քո արդարությունը ծովի ալիքների պես եւ ավազի նման կլիներ քո սերունդը եւ շարունակում է իհարկե երրորդ անձ ասում է ես եմ քո Աստված Իսրայելի Սուրբը եւ միշտ մենք շատ ենք հանդիպում որ Սուրբ գրքում Իսրայել խոսելուց ասում է քեզ հետ խոսում է Իսրայելի Սուրբը կամ հայտնության մեջ են։ Եվ 43-ում նաև ասում է, ես եմ առաջինը և վերջինը հայտնության մեջ կարդում են, չէ, Հիսուս ասում է, ես եմ առաջինը և վերջինը, ալֆան և օմեգան։ Ասին հունական ալբուբենի առաջին տառը և վերջին տառը, սկիզբը և վերջը։ Ուրիշ տեղում ասում է, ես եմ սկիզբը և վերջը։ Ես եմ, որ մեռա և հա հարություն եմ առել և կենդանի եմ։ Հայր Աստված չի մեռել, Սուրբ Հոգին չի մեռել։ Բայց այն խոսքերը, որ Աստծուն են վերաբերում, լիքը տեղեր կան։ Ես եմ սկիզբը և վերջը, ալֆան և օմեգան։ Ես եմ առաջինը և վերջինը, Աստված խոսում է շատ անգամ 5 կտակարանում։ Բայց մեկ են հայտնության մեջ ասում է որ մեռա եւ արդյուն առա, հասկանում ես Հիսուսն էր խոսում, դե եւ հենց Պողոս ասում է նա այն Հիսուսն էր, որ Իսրայելի հետ էր, նրան Եգիպտոսից հանեց եւ ինքն էր, որ կանգնեց ժայռի առաջ, որ Տերը ասեց Մովսեսին, ես կկանգնեմ եւ քո գավազան կխփես եւ ժայռից ջուր դուրս կգա եւ կխմեն։ Նա էր, որ նրանց ջուր տվեց, Հիսուսը։ Հիսուս ծնվեց որպես մարդու որդի, բայց նա կար հավիտենից։ Անգամ Աստված հորը հավասար Փիլիպպեցիների 2-րդ գլխում ասում է, բայց հափշտակություն չհամարեց, որ ինքն իր անձը խոնարհեցնի։ 3 ամեն ինչով հավասարազոր անձեր։ Անձերից մեկը խոնարհվեց, որ դուրս գա նախ։ 2 անգամ նա որդիացել է, 1 անգամ Աստծո որդի, 2-րդ անգամ մարդու որդի։ Դուրս եկավ, այսինքն Աստծո որ անձն էլ դուրս գար, նա կկոչվեր որդի։ Կոնկրետ այս 1 անձը դուրս եկավ, որը կոչվեց փրկիչ, այսինքն Հիսուս եւ որդի։ Բայց ամեն ինչով հորը հավասար Սուրբ Գիրքը ասում է։ Ոչ մի բանով պակաս չի։ Մենակ իշխանությամբ ինչ որտեղ
Ցածրացավ, որտեվ հայրը չծնված ավելի մեծ է, քան ծնվածը։ Իսկ որտեվ նա ծնվեց, ցածրացավ, դարձավ որդի Աստծո։ Իսկ հայրը եւ Սուրբ Հոգին չցածրացան այդ իմաստով։ Եվ ինչ ասում Տերը, որ ես տեղ կասմա Աստծո որդուն հավատացեք, տեղ կասմա մարդու որդին իր համար, երկի մեջ էլ, խոսքի մեջ էլ, չէ, ասում է, լսեցինք, նա ծնվեց, բայց ոչ թե ստեղծվեց։ Նա ծնվեց, բայց չստեղծվեց։ Մենք ծնված ենք, նաև ստեղծված ենք։ Բայց Հիսուսը ծնված է, բայց ստեղծագործություն չի ինքը։ Սուրբ գրքում շատ տեղեր հայտնության մեջ էլ կա, ասում է, ես եմ Աստծո արարածների սկիզբը։ Չի ասում սկզբի արարածը։ Տեղափոխում են որոշից որոշյալը, ստում են Հիսուսի մասին։ Գրած է Աստծո արարածների սկիզբը։ Այսինքն Աստծո արարածներն նրանից են սկիզբ առել։ Ոնց ասեն Հրազդան գետի ակնաղբյուրը, սկիզբը։ Նմանապես Հիսուսը ասում է, ես եմ Աստծո արարածների սկիզբը, բայց իհարկե այս վերջին օրերին Աստված արդեն ոնց որ ժամանակ կա, որ Հիսուսին պետք է խաչեին, ասում է ուզում են խաչել, չէին թողում, ժամանակը չէր, չեն կարողանում, բայց եկավ ժամանակ, որ արդեն Հիսուս ասեց, էս է խավարի ժամանակը, ինչպես գրված է, սա էլ պետք է կատարվի։ Նաև գրքի փոփոխության մասին է գրված, որ գիրքը պետք է փոխեն։ Չեն կարողանում, այս վերջին տարիներին մի քանի տասնյակ տարվա մեջ արդեն սկսել են փոփոխություն անեն։ Ինձ բերեցին գիրք տվեցին, դες նոր տպագրություն, նվեր որպես կարդա։ Կարդացի, հասա այդ տեղը Աստծո արարածների սկիզբը փոխել են, դարձել են Աստծո սկզբի արարածը։ Սա ուրիշ բան է։ Աստծո արարածների սկիզբը ուրիշ է, Աստծո սկզբի արարած ուրիշ է։ Հիսուսին ուզում են սարքեն ստեղծագործություն, որ հետո բացատրում են տանեն, եթե նա ստեղծվել է, ինչ Աստված, որ ստեղծված է, Աստված անստեղծ է։ Ու ուզում են Հիսուսի աստվածությունը, ինչքան ուզում եք ստեք, միլիոն տեղ կա, որ Հիսուսի աստվածությունը բացահայտված է։ Հենց որ Աստված նրան երկրպագեն Աստծո բոլոր հրեշտակները, Աստված մարդու համար չի ասել, որ Աստվածային երկրպագություն տան, հրեշտակները նրան երկրպագեն։ Եվ այլ, եւ այլ։ Ոչ մի մարդ չի կարող կոչվել սկիզբ եւ վերջ։ Միայն Աստված։ Հենց այդ անունն էլ ցույց է տալիս Հիսուս Աստված է։ Իր ծնունդով էլ ամբողջը նրա անունը կոչվի Էմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ։ Չէ, արդեն կարդացել է, չեմ կարդում էլի նորից։ Աստված մեզ հետ։ Չի ասում Էմանուել, որ նշանակում է հրեշտակը մեզ հետ, կամ մարգարեն մեզ հետ, հրաշագործը մեզ հետ, այդ կոչվում է Աստված մեզ հետ, մարմնով եկած։ Թվատություն անեն իրենց։ Աստված ոչ մի բանով չի վնասում, ով անում է ինքն իրեն է վատություն անում, մեկ է նրանց լսողները, ինչպես Պողոս առաքյալն ասում, նրանք պետք է ծռմռեն գրքերը իրենց կորստյան համար, նրանք պետք է կորսվեն եւ բոլոր նրանք, ովքեր նրանց կհետևեն։ Շատերը գիրք չեն կարդում, թողել են գիրք կարդալը։ Վստահում են քարոզիչների Աստված ձեզ պահի։ Ուրեմն մենք տեսնում ենք Աստված, Աստծո անձերից մեկը եկավ աշխարհ եւ հենց նոր կտական դա է վկայում, մի որդի կծնվի, նրա անունը Հիսուս կդնես, որտեվ նա կփրկի իր ժողովրդին իրենց մեղքերից, առաջին հարցը, որտեվ մեղքի պատճառով է ամեն չարիքը։
Մեղքի պատճառով է ամեն չարիքը, մահը, հիվանդությունները, փորձանքները, այսօր մեղքի պատճառ չի, որ հերոստատուսը մեծ հանգած միացել ես, մեկ էլ տեսնում ես, ամեն տեղ, հայցան մեջ էլ գրած է, ասում է, այդ սև ձին եկավ, ձիավորը, սև ձիով, խաղաղությունը վերցվեց աշխարհից։ Իրար պիտի մորթեն, իրար պիտի սպանեն, անգամ գազաններն էլ պետք է հարձակվեն մարդկանց վրա, ու տեսնում ես, տարբեր տեղեր, փիղը կատաղում գալու մարդը սպանում, կապիկը մարդը սպանում, արուսները մարդը սպանում, բլոշներն են մարդ սպանում։ Հա? Կացում են թե չէ, ասում առաջից թունավոր չէր, հիմա թունավոր է դարձել։ Սարդերը կացում են մարդը մեռնում, այսքան ժամանակ կարիճը գիտեին, որ սպանվա, բայց սովորական սարդը կծի ու մարդ մեռնի։ Սեն խաղաղությունը հանված ժամանակն է։ Բայց շուտով Տերը կգա, վերջում ասեմ, ուրեմն մարդիկ երկար տարի խաղաղություն են փնտրել երկրի վրա։ Որ խոստում է ժողովրդին տարբեր ազգացում, դենաս մեկը չկա մի նորմալ մարդ ծնվի այս աշխարհի վրա, որ ես կռիվ դավի վերացնի, խաղաղություն լինի, ապահովություն լինի, հանգիստ ապրենք, եսի ինչ օրենք ընգե, աշխատածը քամինատանեմ, բուքնատանեմ, ձուննածածկեմ, երկրաշարժա, ամեն ինչը սենց անխաղ, բացի այդ իբր քիչ այս բնական աղետները մարդիկ կատաղել են իրար են ուտում։ Եվ աստված այս վերջին օրերում Տերը Տիրոջ խոսքի համեմատ էր, իհարկե մարգարեացողը չէր երևի նկատել, որ Տերը ասեց, այս տարի ինչ եք խմե, այս տարվա համար ինչ եք ցանկացած սեղանի վրա, ժողովուրդ ջան, խաղաղության տարի լինի, անփորձանք տարի, հա։ Ես չուրախանաս, քույրջան, որ դες կլնի, ավելի շատ փորձանք լինելու, ավելի շատ մահ լինելու, հիվանդություն Տերը հայտնելա, փորձանքներ, հիվանդություն, երկրաշարժեր, ավելի շատ լինելու, ասում, մարդ չի լինի, որ չփորձվի, ամբողջ երկրի երեսին, աղոտ կարեք, որ այդ փորձան տեղում չլինենք, են Տիրոջ խոսքը ասում, աղոտ կարեք, որ փորձան մեջ չընկնենք, փորձանքի տեղում չգնես, երկրաշարժի տակ չգնես, քամու տակ չգնես, հեղեղի տակ չգնես, տերորի տակ չգնես։ Մարդիկ գալիս են, անմեղ երեխեքի մորթում գնում են, այ մարդ ես, սև ձիավորն առաջնորդում դրանց։ Ինչ արեց երեխեն, ինչի սպանեցի դանակով կամ կրակեցիր։ Չկա խաղաղություն և ավելի վատ ալնելու ես տարին։ Համար Տեր ասում, աղոտ կարեք, որ փորձանքից ազատվեք, փորձան տեղում չլինեք, Տերը ձեզ պահպանի, ձեր մասին ասում, դուք ձեր համար արեք, ձեր արթուն լինելը փրկվելը, ուրիշին օգուտ չի տա, դուք եք փրկվելու։ Երեք մի տեղ եմ հետ ասում, մի հոգի ժողովի էր գալիս։ Ինչ չի գալիս, ասեցին, ինչի չես գալիս, ասում, գայթակղվել եմ, մարդ կար, ինչ-որ բան արեց, ես գայթակղվել եմ, չեմ գալիս։ Ասեք, աշկդ ոչ լույս, դժող գնացիր։ Տեր ասում, վայ նրան, ով որ գայթակղեցնի, վայ նրան էր, ով որ գայթակղվի։ Ինձ եմ մենեց, ուրիշին մեղադրել եղելով, ասում, գայթակղվել եմ, չգայթակղվել, դժող չէ թայր։ Ինչ ես գայթակղվում, Հիսուսին նայի, Հիսուսի խոսքեր լսի։ Եվ որ դու գայթակղվում ես, հələ մետես քանի հոգի քեզից են գայթակղվում։ Ուրիշին մեղադրելով ուզում են արդարանան, արդարացում չկա, գայթակղվողը դժողքի մատերիալը։ Աղոտ կանենք։